Արմրազո լրատվականի եթերում միջազգային լրահոսն է, ստուդիայում է Աննա Ավագյանը, բարև ձեզ այսօր ծրագրում։ Թուրքիան հիշեցրել է Մավի Մարմարա միջադեպի մասին։ ՄԱԿ-ը Սիրիային կոչ է անում իրականացնել ճգնաժամը կարգավորելու նախագիծը։ Ուգո Չավեսը փոխադարձ քննադատությամբ է հանդես եկել Բարակ Օբամայի հասցեին։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Թուրքական Zaman թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին գրում է, որ Թուրքիան խստապես սպառնացել է Ֆրանսիային կապված դեկտեմբերի 22-ի Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկման հետ։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե այդ օրինագիծն ընդունվի, ապա այն կունենա նույն ազդեցությունն ու հետևանքները, ինչն ականատես եղանք թուրք-իսրայելական հարաբերություններում նախորդ տարվա մայիսի 31-ին գրանցված Մավի Մարմարայի ազատության նավատորմի միջադեպի գրանցվելուց հետո, երբ սպանվեցին Թուրքիայի 9 քաղաքացիներ։ Նշվում է, որ հինգշաբթի առավոտյան կանալիք այդ քվեարկության ժամանակ օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջօղլուն ետ է կանչվելու Թուրքիա։ Հիշեցնենք, որ Մավի Մարմարայի միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողան Իսրայելին անվանել էր ծովահեն, իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն միջադեպը որակել էր թուրքական սեպտեմբեր 11։ Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ իրենց քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Սիրիային կոչ է անում անհապաղ իրականացնել ճգնաժամը կարգավորելու գործողությունների նախագիծը, որն առաջարկվել էր Արաբական երկրների լիգայի կողմից։ Ինչպես հայտնում է ԻՏ արտգործակալությունը, փաստաթղթի տեքստում ասվում է, որ ճանապարհային քարտեզը, որը մշակվել է Արաբական երկրների լիգայի կողմից, այդ թվում նաև Սիրիա դիտորդներ ուղարկելը, պետք է լիովին իրականացվի։ Բանաձևին կողմ է քվեարկել 133 պետություն դեմ 11, իսկ ձեռնպահ է մնացել 43 պատվիրակություն, այդ թվում նաև Ռուսաստանը։ Բանաձևում Սիրիայի իշխանություններին կոչ է արվում հետաքննություն անցկացնելու համար լիովին համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդին առընթեր միջազգային անկախ հանձնաժողովի հետ։ Փաստաթղթում վճռականորեն քննադատվում են Սիրիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակվող լուրջ եւ համակարգային խախտումները, այդ թվում նաև մահապատիժները, ձերբակալությունները, բողոքի ակցիայի մասնակիցների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետապնդումները։ Այս բոլոր պահանջները եւ կոչերը ուղղված են միայն մեկ կողմին Սիրիայի իշխանություններին։ Հիշեցնենք, որ երկուշաբթի Սիրիան Կահիրեում արձանագրություն էր ստորագրել, որով Արաբական երկրների լիգայի դիտորդներին թույլատրում է երկիր մտնել։ Ռուսաստանի Խանտի-Մանսիսկի ինքնավար մարզի Սուրգուտի շրջանում կոշտ վայրէջք է կատարել MiG-26 մագնիշի ուղղաթիռ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ պատահարի պատճառները դեռ անհայտ են։ Ուղղաթիռում եղել է 7 մարդ, որոնցից մեկը զոհվել է, եւս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Երկու տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հայտնի է, որ ուղղաթիռը մոտ 15 տոննա դիզելային վառելիք է տեղափոխել։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը փոխադարձ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հասցեին։ Վերջինս վենեսուելական El Universal թերթին տված հարցազրույցում քննադատել է Վենեսուելային Իրանի եւ Կուբայի հետ հարաբերություններն ամրապնդելու եւ երկրում խոսքի ազատության իրավիճակի համար Վենեսուելայի կառավարության նիստում Չավեսը հայտարարել է, որ ավելի լավ է պարոն Օբաման զբաղվի իր երկրի խնդիրներով։ Նրա կարծիքով Օբամայի բոլոր հայտարարություններն արվում են ընտրողների ձայները ստանալու նպատակով։ Չավեսը նրան անվանել է մեծ անհաջողություն ԱՄՆ-ում բնակվող աֆրիկացիների եւ ընդհանրապես աֆրիկյան բոլոր երկրների համար, որոնք հավատացել են նրան։ Իշխանության գալուց հետո 1999 թվականից ի վեր Չավեսը քննադատում է ԱՄՆ-ին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու եւ ընդդիմությանն աջակցելու համար։ Վերջերս նա ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել էր միջուկային պատերազմ հրահրելու մեջ։ Այսքան այս ժամի համար շարունակեք հետևել լրատվությանը Արմ ռադիոյի եթերում։ Մինչ հանդիպում։